Վերադարձանք գովազդից եւ շատ հաճախ գործատուներից լսում ենք, որ մեր երկրում կան շատ իրավաբաններ, տնտեսագետներ, բայց օրինակ չկան լավ խոհարարներ, գինեգործներ, ընդհանուր առմամբ արհեստավորներ։ Ու երկար տարիներ կրթության միջին մասնագիտական հատվածը մեղմ ասած ուշադրությունից դուրս էր մնացել։ Արդեն մի քանի տարի շարունակ այս ոլորտը եւս հռչակված է առաջնահերթություն։ Պետությունը հատուկ արտոնություններ է տրամադրում քոլեջների եւ ուսումնարանների ուսանողներին, օրինակ բարձր կրթաթոշակներ ու անգամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։ Մեր տաղավարում են Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարության ՄԿՈ վարչության պետ Գայանե Արզումանյանը, Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը, գինեգործության վարպետ Անուշավան Մովսիսյանը եւ քոլեջի ուսանող Տիգրան Սմբատյանը։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Թերևս սկսենք այն հարցից, որը նախաբանում էլ հնչեց, ավելի ճիշտ են միտքը, ինչու են քիչ արհեստավորները, որն է պատճառը, չէ՞ որ կա նաև մեր լեզվամտածողության մեջ ասացվածք, որ արհեստավորները միշտ գումար ունեն, որովհետև միշտ գործը կա, պահանջված է։ Ողջունում եմ, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում ձեր հարցադրումը շատ ճիշտ է եւ շատ տեղին։ Իրոք մասնագիտական կրթության նկատմամբ եւ հետաքրքրությունը եւ նաեւ գրավչությունը երկար տարիներ շատ անտեսված է եղել եւ վերաբերմունքը շատ նվազ կարեւոր է եղել, քան վերջին տասնամյակը ես կասեի։ Եվ այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձինս կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության քայլեր ձեռնարկում է այնուամենայնիվ եւ ես շատ կուզենամ շեշտեմ հատկապես մեկ շատ կարեւոր ծրագրի մասին, խոսքը գերակա եւ առաջնահերթ ոլորտի մասնագիտություններին է վերաբերում։ Սա նշանակում է ինչ, որ կառավարությունը գիտենք, որ իր գործունեության ընթացքում ունի կարևոր գերակա ոլորտներ։ 23 թվականից ներդրվեց մի ծրագիր կառավարության որոշմամբ, համաձայն որի գերակա ոլորտ ճանաչված ոլորտներից հաստատում է յուրաքանչյուր ուսումնական տարում մասնագիտությունների ցանկ, որտեղ յուրաքանչյուր հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանող ստանում է բավականին մեծ կրթաթոշակ, խոսքը 50,000 դրամ կրթաթոշակին է վերաբերում։ Ինձ թվում է սա մի քայլ է, որը եւ գրավչությունն է բարձրացրել ՄԿՈ մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների նկատմամբ եւ նաեւ հետաքրքրությունը ինչու՞ չէ։ Այս առումով ես պետք է ասեմ, որ 50,000 դրամով միայն չենք սահմանափակվում, քանի որ պայմանավորված ուսանողի առաջադիմությամբ, եթե ուսանողը ամբողջ առաջին կուրսի ընթացքում բոլոր ուսանողները անխտիր ստանում են 50,000-ական կրթաթոշակները։ Իսկ երկրորդ կուրսից սկսած արդեն, եթե գերազանց է սովորում, ստանում է եւս 5,000 դրամ, այսինքն 55,000, իսկ գերազանց եւ լավ առաջադիմության պարագայում ստանում է 40,000 դրամ, եթե 75%-ից ոչ պակաս է, իսկ եթե միայն գերազանց եւ լավ է 50,000 դրամը պահպանում է։ Այս օրինակ քայլերը բավական ողջունելի են ՄԿՈ ոլորտի նկատմամբ եւ ես ցուցանիշների մասին նաեւ կուզեմ խոսեմ, նախորդիվելի եմ ասել այս թվաբանության մասին։ Եթե 23 թվականի ծրագրի ներդրման ժամանակ մենք կոնկրետ գերակա ոլորտի մասնագիտությունների շրջանում ունեցանք ընդունելության 840 եւ ավելի, ապա արդեն 25 թվականին խոսքը 1700 եւ ավելի ուսանողի մասին է եւ հույս ունեմ ու վստահ եմ, որ այս եկող ուսումնական տարում արդեն 26-27 ուսումնական տարում մենք շատ ավելի մեծ թիվ ենք ունենալու եւ իրականում միջոցառումները, որոնք կիրառվում են նաեւ մասնագիտական կրթության ֆունդամենտալ փոփոխությունների օրենքով պայմանավորված, նաեւ դա է նպաստելու, որ ուսանողները շատանալու են եւ ունենալու են ավելի որակյալ կադրեր։ Եկեք ավելի մանրամասն հասկանանք, թե որոնք են այն առաջնահերթ ոլորտները, որոնց համար կրթաթոշակներ սահմանված են եւ ինչ առաջնահերթությամբ են ընտրվել ոլորտները։ Առաջնահերթություններից թվեմ 3-ը եւ մեկը մասնավորապես, որը ներկա է պարոն Դովլաթյանը, արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, այս պահին այդ 3 ոլորտների շրջանակում են մասնագիտությունները, պայմանավորված պահանջարկով աշխատաշուկայի բավականին խոր վերլուծություն է իրականացվում եւ ուսումնական հաստատություններից է հայտերը ստացվում եւ շահագրգիռ մարմիններից։ Վերլուծության արդյունքում հաստատվում է ցանկը եւ ըստ այդմ նաեւ տեղերը բաշխվում են ըստ ուսումնական հաստատությունների, արդեն կոնկրետ գյուղատնտեսության շրջանակում գինեգործություն մասնագիտությունը շատ լավ ներդրված եւ բավական։ Այո, էնոտուրիզմի շրջանակում նաեւ գինեգործությունը պարոն Դովլաթյանը ավելի մանրամասն եւ ներկայացնի։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Այո, արդեն 3 տարի, որ գինեգործությունը ընդգրկված է կարևոր եւ առաջնահերթ ոլորտների ցանկում եւ այս ծրագրի շրջանակներում
զգալիորեն հետաքրքրությունն ավելացել է ուսանողների դեպի գինեգործությունը, օրինակ 10-ից 15 հոգի ընդունելության համեմատ արդեն վերջի 2 տարում 25 հոգի ընդունելություն է լինում գինեգործության մասնագիտությամբ եւ իհարկե առաջնահերթ եւ կարեւոր ոլորտի համար հատուկ նշանակված կրթաթոշակը դեր է խաղում, սակայն միայն դա չէ, դա կարելի է ասել, որ ուշադրություն է գրավում, ավելի ճիշտ ձևակերպենք եւ ուսանողները հնարավորություն են ունենում արդեն խրախուսված եւ ավելի ոգևորված կրթություն ստանալու եւ նաեւ նկատվում է, որ ինչպես ասեց Տիկին Արզումանյանը, որ ըստ առաջադիմության թոշակի չափը փոխվում է, դա էլ խրախուսում է, որ իրենք հետևեն իրենց առաջադիմությանը։ Ուղղակի տենց հանգիստ չլինեն, որ իրենք սովորում են եւ ստանալու են այդ կրթաթոշակը։ Նկատվում է վերջի տարիներին, որ իրենց ձգտումները ավելի էական են, ավելի հստակ։ Մենք մեր սեղանին ունենք գինիներ, որոնք վաճառքի ենթակա գինիներ չեն, դեռ պատրաստված են ուսանողների կողմից, որքանով արդեն հասկանան, ինչ անել, որ ավելի գրավիչ դառնա այս մասնագիտությունը ձեր տեսակետով եւ ինչպես այս գինին դարձավ երեխաների գիտելիք, երեխաների չէ, լավ, ուսանողների գիտելիքի խորհրդանիշը։ Շնորհակալություն։ Ուրեմն ինչև քոլեջում ունենալը որոշակի մինիմալ սարքավորումներ գինի պատրաստելու համար, մեր ուսանողները արտադրական պրակտիկա էին անցնում մարզի տարբեր գործարաններում։ Տեսական գիտելիք ստանալուց բացի գործնական պարամունքները հիմա նաև մենք անում ենք հատկապես Գետափի գինոգործարանում, ես նաև Գետափում եմ աշխատում։ Գինին պատրաստելը մենք գործարանում, որ երեխաները, ուսանողները մասնակցում էին, հիմա տեղում արդեն քանի տարի ունենք սարքավորումները, մենք տեսակավոր բերքահավաքայգուց կատարելուց հետո կատարում ենք նաև գործարանում գինի ենք պատրաստում ու բավականին լավ գինի ենք ստացել, իսկ մեր Տիգրանը այս տարի մեր երկրորդ կուրսի ուսանողներից է, ինքը տնային պայմաններում նաև գինի է պատրաստել ու կարծում եմ բավականին հաջողված գինի է, որ համտեսից հետո դուք էլ կհամոզվեք։ Շնորհակալություն իհարկե։ Եկեք հարցնենք Տիգրանին։ Տիգրան, որքանով է ոգևորում կրթաթոշակը, որպեսզի լավ սովորեք եւ նման արդյունքներ ցուցաբերեք արդեն երկրորդ կուրսում։ Ես հիմնականում, որ անկեղծ ասեմ, ի սկզբանե չգիտեի, որ կրթաթոշակ ենք ստանալու։ Ես ուզում էի ի սկզբանե գնալ քոլեջ զբոսաշրջություն բաժին, բայց ընտանիքիս անդամների հետ խորհրդակցելուց հետո ընդհանուր հայտարար եկանք, որ ես կարող եմ գնալ գինեգործություն, իսկ եթե հանկարծակի փոխեմ իմ որոշումը, ես կարող եմ համատեղել գինեգործությունը եւ տուրիզմը։ Եվ այսքան տարի սովորում եմ, դեռևս չեմ փոշմանել, որ գինեգործություն եմ հաճախում։ Հրաշալի, ոնց հասկացանք պրակտիկ գիտելիքներ եւս կան, տրվում են, այ հետաքրքիր է տարբեր գործարանների, արտադրամասների հետ ըստ մասնագիտական ուղղվածության ունենում եք համագործակցություն եւ դա որքանով է օգնում աշխատանքի տեղավորման հարցին։ 2018 թվականից քոլեջում ներդրվել է դուալ կրթությունը փորձարարական, որը վերցել է գերմանական դուալ կրթության փորձից եւ տեղայնացվել միջազգային կազմակերպությունների աջակցությամբ տեղայնացվել է մեր պայմաններին։ Այդ շրջանակներում մեր համագործակցությունը մասնավոր հատվածի հետ բավականին զարգացավ։ Եվ կարելի է վստահ ասել, որ սկսեց զարգանալ եւ մինչեւ այսօր էլ այդ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ անընդհատ ավելի է առաջ գնում, որի շնորհիվ մենք կարողանում ենք
պրակտիկ ուսուցումները, գործնականները, հանդիպումներ, ծրագրերի վերանայում, թերությունների շտկել կամ նորարարությունների ընդգրկել ծրագրի մեջ, այդ ամեն ինչը քննարկում ենք մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, մասնավորապես գինեգործների տարբեր գործարանների հետ, կարելի է ասել մարզում բոլոր գործարանների հետ համագործակցում ենք։ Իրենց համար հեշտ չէ այդքան ուսանողների ընդունել, այդ ծրագրին համապատասխան սովորեցնել, բայց շատ հաճելի է ասել, որ մենք ունենք այդ լավ գործընկերները եւ կարողանում ենք դա անել։ Դուալ կրթությունը իրենից ենթադրում է, որ մինիմում 70% ամբողջ կրթության իրականացվում է հենց մասնավոր հատվածում, գործարաններում։ Ի ուրախություն ուսանողների իրենք տեղ ունեն արտադրամասը իրենց հենց քոլեջում, որ դա նաև հնարավորություն է տալիս ավելի ազատ վարվելու, տեղում արդեն իրենց ուզած գինին ստանալու, փորձեր անելու եւ բավականին հաջող փորձեր եղել են այս տարիների ընթացքում։ Տիկին Արզումանյան, ձեր խոսքում նշեցիք, որ ուսանողների թիվը աճել է տարիների համեմատությամբ եւ այս տարի ավելի շատ են ուսանողներ։ Ունենք վիճակագրական տվյալներ, թե քանի ուսանող է ստանում կրթաթոշակ եւ ինչպիսի տրանսպորտային ծախսեր են փոխհատուցվում պետության կողմից։ Շատ լավ, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Այո, ունենք վիճակագրական տվյալներ, 3000 եւ ավելի ուսանող այս պայծրությամբ ստանում են բարձր կրթաթոշակ։ Հիմա իհարկե ունենք նաեւ մեծ թվով ուսանողներ, որոնք վերևի կուրսերում են, մինչեւ այս ծրագրի ներդրումը որ սովորում էին այն ժամանակ, կհիշեք երևի դուք էլ միգուցե ստացել եք 4650 կամ 4750, այս տարի իրենք կավարտեն, մի քանի կուրս կմնա, որ կմնան, բավականին մեծ թիվ է կրթաթոշակ ստացողների թիվը, բայց ասեմ նաև, որ պետության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է նաև կրթությունը մատչելի եւ հասանելի դարձնելը, այս իմաստով ձեռնարկված միջոցառումներից ես ուզում եմ շեշտել հատկապես տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի մասին, ինչ է սա նշանակում, սա նշանակում է հատկապես ծրագիրը ներդրված մարզային բնակավայրերի ուսումնական հաստատություններում, այսինքն այն մանկավարժական աշխատողները, ովքեր աշխատում են մարզային հաստատություններում եւ նաեւ այն ուսանողները, ովքեր սովորում են այդ հաստատություններում, իրենց հաստատություն գնալու եւ վերադառնալու ծախսերը պետությունը վերցրել է իր վրա, որտեղ մարզային բնակության համար բավական մեծ բեռ է, բայց եթե ավելի մասնավորեցնեմ, ասեմ, որ մանկավարժները ենթարկվում են այս կարգի շահառու են հանդիսանում, եթե իրենք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հաստատությունում, իսկ ուսանողները եթե սովորում են փաստացի իրենց բնակության վայրից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հաստատությունում, այն դեպքում, եթե իրենց բնակության վայրում չկա հաստատություն մասնագիտական կրթություն իրականացնող կամ եթե կա, չկա այն մասնագիտությունը, որ օրինակ որտեղ ինքը ուսումնառում է։ Օրինակ, ասենք, եթե Եղեգնաձորում բնակվող երիտասարդը ուզում է սովորել գինեգործություն, բայց որոշել է ընդունվել օրինակ Արարատի պետական քոլեջում, բայց ինքը փաստացի բնակվում է Եղեգնաձորում, ինքը շահառու չի լինի, որովհետև հենց Եղեգնաձորում կա քոլեջ եւ կա նաեւ այն մասնագիտությունը, որը նա նախընտրել է։ Այս իմաստով բավական մեծ թիվ ունենք նաեւ 6000-ից ավել ունենք ուսանող շահառու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման եւ բավական մեծ թիվ 170 եւ ավելի նաեւ մանկավարժական աշխատողներ, ինքը մեծապես թոթափել է շատ բեռ ֆինանսական եւ իհարկե սրանով չի սահմանափակվում նաեւ պետությունը միշտ պատրաստակամ է ամեն հնարավոր միջոցներ ձեռնարկել, հնարավորինս կրթությունը հասանելի մատչելի դարձնել եւ նաեւ հետաքրքիր ու գրավիչ։ Հասանելի ու մատչելի դարձնելը իրապես շատ կարեւոր է։ Ինձ հետաքրքիր է հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավվածությունը, որովհետեւ իրապես կան արհեստներ, որոնց օրինակ հաշմանդամություն ունեցող մարդը, հենաշարժողական խնդիր ունեցող մարդը կարող է այդ արհեստը սերտել եւ աշխատել այդ մասնագիտությամբ։ Ներառականությանը որքանով է ուշադրություն դարձվում։ Ներառականությանը եւս ուշադրություն է դարձված, իմ մատնանշած գերակա եւ առաջնահերթ ոլորտների մասնագիտությունների ներդրման այդ ցանկում շահառու են հանդիսանում նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, հաշմանդամություն ունեցող երեխաները եւ բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում բնակվող երեխաները, ինչ խոսք ներառականությունը եւս ներառված է մեր ողջ օրենսդրական իրավակարգավորումներում եւ նրանց բավական մեծ ուշադրություն է դարձվում, ստեղծվում են համապատասխան պայմաններ եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար եւ նաեւ հենց արհեստները սովորեցնելիս
պարտադիր դրանց բոլոր հմտություններին, նրանց բոլոր հնարավորությունները անպայման ներառվում են։ Առաջիկայում մենք օրենսդրական բարեփոխումների փուլում ենք նաև, փոխվել է, բայց հիմա լրացումներ ենք կատարում եւ ներառականությանը հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնելու, այս իմաստով եւս քայլեր են ձեռնարկվում։ Իսկ որ մասնագիտություններն են, որոնք այս պահին ունեն շատ թափուր տեղեր ուսման մակարդակում։ Որպես այդպեսին վիճակագրություն չեմ կարող ասել, որ մասնագիտություններ, որոնք ենթադրում եմ այն մասնագիտություններ, որոնք այլևս կորցրել են իրենց արդիականությունը։ Որոնք են դրանք։ Օրինակ ասենք համակարգչային օպերատորություն, առանց այդ մասնագիտությունը սովորելու էլ այսօր են փոքր տարիքի երեխան անգամ տիրապետում է համակարգչային հմտություններին։ Հիմա գնում ենք նրան, որ բոլոր ուսումնական հաստատություններին տանք որոշակի ուղղվածություն, որովհետև գիտենք ժամանակին Եվրամիության միջոցներով ստեղծվեցին տարածաշրջանային քոլեջներ, անգամ ամենանոսր բնակեցված Վայոց-Ձորում ունենք տարածաշրջանային քոլեջ, սրանք Երևանում եւս երկուսը, այս քոլեջները ստեղծվեցին նրա համար, որ դառնան նորարարությունների, փորձարկումների կենտրոն կարելի ասել։ Ժամանակի ընթացքում իհարկե քոլեջները կորցրեցին այս տարածաշրջանայինը չէ, բայց շրջանայինները չէ, մյուս քոլեջներում օրինակ ասենք կարող է շինարարական քոլեջում հայտնվեր հանկարծ туриզմի մասնագիտություն կամ գյուղատնտեսական քոլեջում հայտնվեր, չգիտեմ, շինարարությանը վերաբերող ինչ-որ մասնագիտություն, որ ամենևին իր ոլորտի հետ կապ չուներ։ Հիմա իհարկե կրթության ռազմավարության 2030-ում կան այդ առաջնահերթություններին տրվել, այսինքն յուրաքանչյուր մարզում հնարավորինս մենք պետք է փորձենք զարգացնենք այն մասնագիտությունները, որոնք տվյալ տարածաշրջանային բնորոշ են, օրինակ ասենք Սյունիքում հանքարդյունաբերությունը կամ գյուղատնտեսությունը Շիրակի մարզում, Արարատի մարզում, այսինքն այս ուղղությամբ եւս վերլուծական եւ մեթոդական աշխատանքներ իրականացվում են։ Արդյունքները հետո կերևա։ Շատ լավ, եթե խոսենք վերադառնանք գինեգործությանը, ինչ հմտություններ են պետք ժամանակակից գինեգործության ժամանակակից մասնագիտություն, եթե ընկալենք, ինչ հմտություններ են պետք։ Ինչ որ բանով փոխվել է գինեգործությունը։ Ճիշտ ասած, փորձում ենք հնարավորինս պահպանել ավանդական դասական մեթոդները, փոփոխությունները հիմնականում սարքավորումների հետ են կապված։ Իսկ ավանդույթները ուզում ենք մաքսիմալ պահել ավանդականն էլ այդ գինեգործության։ Իհարկե նոր բաներ լինում են, օրինակ սպիտակ գինեգործությունը վերջին տարիներին հանրապետությունում սկսեց զարգանալ, իսկ դրանից առաջ հիմնականում կարմիր գինեգործության մասին էր խոսքը։ Արդեն վարդագույն գինիներ, դեպի շամպայն ու տենց շարունակ։ Փրփրուն գինի, ինչպես ասում են։ Այդ Տիգրանի կարծիքն էլ է հետաքրքիր, որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, կա ինչ-որ մի բան, որ ավանդույթները գինեգործության հայկական այդ ֆանտաստիկ ավանդույթները պահելով, բայց ամեն դեպքում ինչ-որ նորարարական բաներ պետք են, դուք դրա կարիքը զգում եք։ Ինձ թվում է գինեգործ դառնալու համար միայն պետք է աշխատասիրություն եւ ցանկություն, որովհետեւ դա արեստը պետք է ամեն դեպքում աշխատասեր լինել եւ սիրել ձեր գործը։ Իսկ որքանով եք ուսումնասիրում նաև միջազգային շուկան եւ միջազգային գինեգործությունը եւ արտադրությունը։ Դեռևս այդքան չեմ խորացել, փորձում եմ Վայոց ձորի մարզի խաղողներից հիմնականում ոսկեհատ Արենի իմ պատրաստած գինին ոսկեհատից եմ պատրաստել, որը ուրիշ ձև անվանում են նաև խարջի, սպիտակ դառը գինի է, սպիտակ դառը գինի է, պիտակավորումը եւ շշալցումը ես եմ ամբողջովին արել տան պայմաններում։ Եվ Սամբալյան ձեր ազգանունն է։ Այո։ Փորձել եք արդեն դուր եկել է, ով է համտեսել տան անդամները, դասախոսները, տան անդամները, պարոն Դովլացյանը եւ հետաքրքիր կլինի ամեն դեպքում Տիգրանի պատրաստած գինու մասին։ Գեղեցիկ մի բաց դաս կազմակերպեց իր շշալցրած գինուց։ Դեգուստացիա, այսպես ասած։ Եվ 3 խմբերի համար համտես արեցինք եւ բոլոր իրենց կարծիքներն ասեցին։ Ես շատ այտենց մասնագետ չեմ, բայց որպես գինեսեր եւ այդ մասնագիտությանը հարող մարդ կասեմ, որ ինքը վարպետություն է ցուցաբերել եւ կարողացել է ստացել լիարժեք գինի։ Եվ հիշենք, որ ընդամենը երկրորդ կուրսի ուսանող է Տիգրանը, ամեն ինչ դեռ առջևում է, վստահ եմ, որ դեռ լսելու ենք ձեր անունը գինեգործության մեջ։ Ձեզ էլ շնորհակալություն նման ուսանողներ կրթելու համար, որովհետև առանց
կրթության ոչինչ չի ստացվի, որքան էլ դա տան պայմաններում է պատրաստվել, միևնույն է գիտելիքները ամենակարևորն են եւ հիմքում են ամեն ինչի։ Իհարկե, եւ ես հիշեցնեմ, մեր տաղավարում էին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ՄԿՈՒ վարչության պետ Գայանե Արզումանյանը, Վայոց տարածաշրջանային քոլեջի տնօրեն Արգամ Դովլացյանը, գինեգործության վարպետ Անուշավան Մովսիսյանը, քոլեջի ուսանող Տիգրան Սմբատյանը։ Իսկ մենք այս պահին գնում ենք դիտենք գովազդ, վերադառնանք եւ շարունակենք։ Գովազդ Չանթի եթերում։